Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ողջունում ենք ձեզ IFP ընկերության YouTube-յան ալիքում։ Այսօր հերթական մեր ոդքասթի շրջանակներում կխոսենք արդիական դարձած արհեստական բանականության վերաբերյալ, կփորձենք հասկանալ, թե այդ արհեստական բանականությունը ինչպես է ազդում աուդիտի եւ հաշվապահության վրա ներկա պահին։ Մեր հյուրը այսօր պարոն Բարսեղյանն է, մեր ընկերության հիմնադիր տնօրենը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Բարսեղյան։ Ողջույն ձեզ։ Որոնք են արհեստական բանականության ներդրման հիմնական շարժիչ ուժերը հաշվապահությունում եւ աուդիտում։ Եվ ինչու ենք ընդհանրապես այս թեման քննարկում այսօր։ Այս թեման քննարկում ենք, որպեսզի հասկանանք այդ արհեստական բանականությունը մեզ պետք է, թե պետք չի, որովհետեւ շատ են խոսում արհեստական բանականությունը կիրառելը զուտ որպես տրենդային երևույթ չկիրառենք, եթե մեզ պետք է այդ ժամանակ կիրառենք, եթե պետք չի չկիրառենք։ Արհեստական բանականությունը կիրառելի է այնտեղ, որտեղ որ մեծ քանակի տվյալներ կա, որտեղ մեծ փորձ կա, որտեղ արհեստական բանականությունը ինքնին հիմնված է մարդկային բանականության հիման վրա։ Դա ընդհանրապես ամփոփումն է, արագ այդ տվյալների մեծ քանակի տվյալների մարդկային փորձի հիման վրա տվյալների մշակումն է, իհարկե կա նաև ստեղծագործ արհեստական բանականություն, որի հիմքը էլի մարդկային բանականությունն է։ Մեր ոլորտում հաշվապահությունն եւ աուդիտում ինքը կիրառել է այնքանով, որ մեծ տվյալներ, որտեղ կա մեծ գերառումներ, մեծ տրանզակցիաներ եւ այդ ինֆորմացիան մշակելու ժամանակ կարող է բարձրացնել համ ինֆորմացիայի մշակման արագությունը եւ համ այդ ինֆորմացիայի մշակման որակը, այսինքն ստացված եզրակացությունների ավելի օգտակար լինելը։ Կարճ ասած, ինքը բարձրացնելու է հաշվապահի, աուդիտորի, մեր մասնագիտության արդյունավետությունը, արտադրողականությունը։ Իհարկե, այն ոլորտներում, որտեղ կա մեծ քանակի տվյալներ։ Եկեք սկզբում անդրադառնանք հաշվապահությանը եւ արհեստական բանականությանը, հա, սկզբից քննարկենք, թե ինչպես է փոփոխում արհեստական բանականությունը հաշվապահությունը, օրինակ ինչպիսին էր հաշվապահը նախկինում եւ ինչպիսին է նա այժմ հաշվի առնելով ընձեռնված հնարավորությունները, տեխնոլոգիաների զարգացում եւ արհեստական բանականության ընձեռնած հնարավորությունները։ Հաշվապահությունը ասում են ստեղծվել է 4-րդ դարում, այն ժամանակ ուղղակի կրկնակի գերանցման եղանակով էին այդ ամեն ինչը գերանցում, բայց այն ժամանակ երկրագնդի վրա ոչ ազգաբնակչություններ այդքան շատ, ոչ հեռավորություններն էին այդքան կարճ, ոչ ինֆորմացիայի տեղափոխությունները այդքան արագ եւ շատ, չգիտեմ, հազարավոր, միլիոնավոր անգամ գործառնությունների քանակը, այն ինչ որ այսօր է կատարվում տնտեսության մեջ եւ այն ինչ որ կատարվում էր հաշվապահությունը ստեղծման ժամանակ, տարբեր են։ Ու տարի այդ տեմպերը արագանում են, եւ եթե սրանից 10-20 տարի առաջ մենք որ հետ գանք, ես հիշում եմ այն ժամանակ մի հատ սովորական հաշիվ ապրանքագիրը մենք ենթադրենք դուրս էինք գրում 15 րոպեում, 20 րոպեում, այդքան շատ հաշիվ ապրանքագիր չէին գրում, այսօր մեզանից պահանջվում է այդ նույն հիմնարկի, այդ նույն տնտեսության մեջ գրել մի 10 անգամ ավելի շատ հաշիվ ապրանքագիր եւ փորձ տալիս, որ մենք դրանք գրում ենք շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Դրա համար դրան ինչն է նպաստել, դրան նպաստել է գործարքների ավտոմատացումը, գերանցումների էլեկտրոնայնացումը, ինչու՞ չէ նաև ստվերի կրճատումը կամ բացառումը, որտեղ երբ որ ստվեր շատ կա, որը պետք չի գերանցել, այդ ժամանակ այդ տվյալները անարժեք են եւ դրանց մշակելն էլ անիմաստ։ Այդ ամեն ինչի կրճատման հետ այդ ինֆորմացիայի մշակելը, ճիշտ այդ ինֆորմացիան դառնում է արժեքավոր, եւ այդ ինֆորմացիան անհրաժեշտ է լավ մշակել։ Մշակել ինչ է նշանակում գրանցել, ամփոփել եւ տրամադրել հաշվետվություններ։ Համ գրանցելու, համ մշակելու, համ հաշվետվությունների տրամադրման հարցում արհեստական բանականությունը դա հաշվապահի դերն է, չէ՞ հիմնական։ Արհեստական բանականությունը մեզ կարող է օգտակար լինել։ Օրինակ, ինչպես կարող է արհեստական բանականությունը կոպիտ ասած գրանցման փուլում, հա, գործարքի գրանցման փուլում մեզ անհրաժեշտ օգտակար լինի։ Օրինակ, կան ծրագրեր, ու իհարկե այդ ինչ որ ասում հայկական շուկայում կարող է դժվար գտնեք, քանի որ հայերեն լեզվով գործարքները այդքան շատ չեն, ինչքան անգլերեն կամ ռուսերեն,
արհեստական բանականության մշակողները սկզբից նախատեսում են այդ ծրագրերը գրել անգլերեն լեզու, ռուսերեն լեզու, հայերեն քիչ է, բայց ես հուսով եմ, որ ժամանակը գա, որ մեր տնտեսությունը այնքան կզարգանա, որ հայկական շուկայի համար էլ այդ ծրագրերը կլինեն։ Օրինակ ծրագիր կա, որտեղ սկան ես անում, օրինակ invoice-ը, ստացված invoice-ը կամ չգիտեմ, ընդհանրենք ինչ որ մի փաստաթուղթ ինքը ավտոմատ հիմնվելով նախորդ փորձի վրա ճանաչում է թվերը, ճանաչում է գործընկերներին եւ քո հաշվապահական ծրագրում անմիջապես գրանցում է։ Այդ մի գործարք, որտեղ հաշվապահությունը կարա բանանի։ Երկրորդը ամփոփելը, չէ՞, օրինակ գրանցման էլի մի երկրորդ քայլ հայկական շուկայում գործող ծրագրավորողներին կոչ կամ խորհուրդ, որ կարելի է զարգացնել, այդ գործարքները ճիշտ ամփոփելը կամ ճիշտ մշակել այդ ինֆորմացիան։ Օրինակ պատկերացրեք հայկական ծրագրերում դուք հարկայինի սերվերից ֆայլ on-line-ից քաշեցիք հաշիվապրանքագիրը, ինչ եք դրա հիման վրա սարքում, տեղադրում եք կոդերը, մշակում եք այդ փաստաթուղթը, հետո դրանից դրա հիման վրա սարքում եք ստացված ծառայություն, չէ, կամ պահեստի մուտքի օրդեր, կամ ենթադրենք հիմնական միջոցի մուտքագրում եք անում։ Հիմա օրինակ արհեստական բանականություն որ ներդրվի, հենց նույն մեր հայկական ծրագրերում։ Այն գործարքները, որոնք միշտ նույն կերպ են ձևակերպվում, ծրագիրը սովորի ոնց է դա պետք ձևակերպել եւ այդքան գործողության փոխարեն, օրինակ պատկերացրեք, հիմա ենթադրենք Հայաստանի էլեկտրական ցանցերից ստացված հոսանքի ձեր ամենամսյա հաշիվը։ Այսքան ժամանակ եղել է, որ մի ուրիշ ձևակերպեք։ Բացառիկ դեպքում կարող է ենթադրենք, եթե ինչ-որ Տուժել կարող է, տուժել էլ ինքը կարա ճանաչի, տուժ բառը գտնի ուրիշ ձևակերպի։ Կամ սուբսիդիա լինի։ Հա, կարա է մի քանի անգամ, եթե առաջի անգամա ինքը պետք է հարց տա, կամ ուղղակի հաշիվը եկավ, եթե ինքը մի քանի անգամ ձևակերպել է, մի քանիսը դա կարա լինի 5, կարա լինի 15, մյուս անգամ ուղղակի ծրագիրը հարցնի կամ չհարցնի, ուղղակի բանը լինի, նշումը լինի, որ ձևակերպել ինչպես միշտ այդ նշումը դնես ինքն իրան մի անգամից համ տեղադրի, համ ձևակերպի, ինչ որ պետք է անի, ոնց որ պետք է անի, մշակի։ Շատ կրճատի հաշվապահի աշխատանքը։ Պարզա եթե արտարոց գործարքը լինի, ինքը պետք է դա չանի կամ հարցնի։ Բայց դա էլ խնդիրներ կա, էլի, այդ հարցնել շատ հաճախ տեսել եմ, օրինակ հարցնում է, որ ինչ որ բանը այն չի, չէ, բանկային փոխանցում ձևակերպելուց աշխատողը բռնում է առանց խորանալու ասում է այո կամ չգիտեմ ու գնում է առաջ ոչ մի արհեստական բանականություն այդ դեպքում ճիշտ չի աշխատի կրկնում եմ արհեստական բանականությունը կաշխատի այնտեղ որտեղ որ մարդը կա մարդը վերլուծում է այդ արդյունքները մարդը կառավարում է եթե մենք օգտագործենք այն արհեստական բանականությունը որը որ մարդու կառավարման կարիքը չունի մենք կարող ենք խնդիրներ ունենանք, որտեղ նա կարող է որոշակի բաներ ստեղծագործի, որը հաշվապահության մեջ վտանգավոր է։ Եվ երրորդը, օրինակ, հաշվետվությունների ներկայացման համար կամ ամփոփման համար, էլ այսօր էլ կան շատ լավ գործիքներ, որոնք որ պատրաստի տվյալների հիման վրա այդ հասկանում են, որ տվյալն է կարևոր, այդ տվյալը պետքա գումարել, դա գումարային դաշտեր են, թե պետքա քանակ հաշվել այդ դաշտերի, թե դրանք անվանական դաշտեր են, ըստ այդ անունների կարևորության, գրաֆիկներ են տալիս, վիզուալիզացիաներ են տալիս, որոնք որ ըստ էության որոշում կայացնելու համար երեք թե դրանք ավելի կարևոր են, քան թե տրադիցիոն ֆինանսական հաշվետվությունները։ Ես կարծում եմ, որ կլինեն նաև ծրագրեր, որոնք որ ֆինանսական հաշվետվությունները նույնիսկ կարող են պատրաստել, բայց միևնույնն է, վերջում մարդ պետքա անցնի այդ ֆինանսական հաշվետվությունների կոպիտ ասած տված արդյունքը հիմնվել միայն արհեստական բանականության վրա մի քիչ վտանգավոր կլինի։ Կարող ենք արձանագրել, որ օգտագործելով արհեստական բանականությունը մենք կարող ենք շատ ավելի արագ մեր աշխատանքը կատարել, նույն ասենք մեծ տվյալների բազմության հետ աշխատանքը շատ ավելի կարագացնի արհեստական բանականությունը եւ շատ ավելի շատ զերծ կպահի սխալներից, այսինքն այն սխալները, որոնք որ կարող են թույլ տրվել ձեռքով աշխատանքի դեպքում, չգիտեմ, ինչ-որ մարդկային գործունի դեպքում արհեստական բանականությունը կտանի նրան, որ այդ սխալները հնարավորինս կկրճատվեն կամ, չգիտեմ, միգուցե կվերանան, սխալներ չեն լինի։ Իմ պատմածից հետո տպավորությունը տենց է ստացվում, որ հա, բայց էլի ասում եմ, եթե տակը չկա
մարդկային բանականություն, եթե դրան չի հսկվում, կարող հակառակ կամ եթե մարդկային բանականությունը Դե խոսքը վերահսկվող բանի մասին է, էլի։ Որովհետև ես ուզում եմ համ հան ասեմ, համ երկու կողմը ներկայացնեմ, այո, առաջահասկից այդ գործարքների քանակը եթե մեծա, ծրագիրը պետք է ինքն իրան մշակի, արդյունքը ինքն իրան պետք է տա եւ բնականաբար համ ժամկետը կկրճատվի, համ սխալների քանակը կկրճատվի, կարելի ասել պետք է բացառվի։ Բայց դե պետք է զգուշ լինել, որովհետև եթե հիմքում դրած տվյալները լավը չեն, նախկինում լավ չի մշակվել կամ այդ արհեստական բանականության կիրառող անձնավորությունը համապատասխան գիտելիքներ չունի, այդ արհեստական բանականությունը կարող է սխալ արդյունք տա, օրինակ եթե դուք մի 10 անգամ նույն գործարքը սխալ ձևակերպեք, այդ արհեստական բանականությունը ձեզ սովորելու է այդ սխալը կրկնի, այսինքն սխալները ոչ թե կկրճատվեն, այլ կբազմապատկվեն եւ բնականաբար ժամանակի խնայողություն չի լինի, որտեղ պետք է ջնջես, նորից անես, իսկ դեպքեր կան, որ այդ ջնջելը, եթե օրինակ ծրագրեր կան, որոնք որ շատ դժվար են դե հետին ամսաթով ինչ որ բան գտնել, դզել, փոխելը, որովհետեւ իր հիման վրա գործարքն ձևակերպել, սա այդ ամեն ինչը ջնջես, այնտեղ ուղես, նորից գաս, Ատե կարող է ժամանակի ոչ թե խնայողություն լինի, հակառակը շատ ավելի շատ ժամանակ լինի, բայց եթե ճիշտ է հիմքը դրած, եթե իրան կիրառողը ունի համապատասխան գիտելիք, ապա արհեստական բանականության կիրառությունը ինչ ասեմ, կբազմապատկի, տասնապատիկ, հարյուրապատիկ կկրճատի աշխատանքը, հաշվապահի աշխատանքը եւ կբարձրացնի որակը կրճատելով սխալները։ Այստեղ մի հատ մտավախություն ասեմ, մտահոգություն ասեմ, թե ինչ ասեմ, որը որ հաստատ կառաջանա մեր հաշվապահական համայնքի մոտ, արդյոք այդ արհեստական բանականության ներդրումը չի տանի աշխատատեղերի լուրջ կրճատման։ Կտանի, որոշ չափով կտանի, բայց կտանի այն մարդկանց կկրճատի, ովքեր որ չեն տիրապետում այդ գործարքներին, ովքեր որ չեն ուզում տիրապետեն այդ գործարքների, օրինակ ես ասեմ, ես մի օր մի անգամ տեսա մեկը նստած ուրեմն մի 20-30 տողանոց, դաժե ավելի շատ էր 3 էջի վրա քանի տող, երբ մի 100 տող, հա, 100 տողանոց ցուցակ պատրաստում էր մուտքագրեր հաշվապահական ծրագիր ու տող առ տող ձեռքով։ Հա, ձեռքով մուտքագրում էր, հասել էին դե, որտեղ ինքը մի 15-ը արդեն բան էր արել, ու ասում ինչ չես բանանում, այդ ավտոմատ հայկական ծրագրում կա, չէ՞, տենց իմպորտ ֆայլեր կա։ Դե ասում է, որտեվ սրանք ընտրում են, որը որ պետքա դա եմ անում, այդ տիպի աշխատողները բնականաբար դուրս կմնան շուկայից, որտեվ այդտեղ շատ այդ նույն գործը ես արեցի մի 2-3 րոպեում, ասենք մի քանի հատ ֆունկցիա կիրառեցի, 5 րոպեում կիրառեցի, այդ ստացա այն տվյալը, որը որ արդեն հարմար է իմպորտ անելու համար եւ մուտքագրեցի։ Այսինքն հաջորդ իմ մակարդակում ես երբ որ մի քիչ էլ զարգացնեմ իմ արհեստական բանականության կիրառության ծրագրերը, այն ինչ որ ես ինքս բանաձևերով դրեցի, ես դա չեմ անի, ես կխնդրեմ արհեստական բանականությունը ինքը կդնի այդ բանաձևերը։ Բայց այն մարդը որ չի ուզում դրանով զբաղվի, որ չի ուզում այդ տեխնոլոգիաները կիրառի, գերադասում է ձեռքով մուտքանի, այլ ոչ թե օգտագործի բանականությունը, այստեղ արդեն հարց է մարդկայինը, թե արհեստականն է, էլի, ոնց որ այդ դեպքում երկուսն էլ չկիրառվեց, իրանք շուկայից դուրս կմնան։ Այս դեպքում մտավախություն կա նաև, որ այն մարդը, որ ունի գիտելիքի պակաս, կիրառման խնդիր, այդ մարդը եթե օգտագործի արհեստական բանականությունը, նաև կգնանք նրան, որ այն ձեր ասած այդ արհեստական բանականությունը սխալ կօգտագործվի, կկիրառվի եւ ավելի վատ հետևանքներ կունենանք։ Դե դա նույն բանն է, ինչ որ չիմանալը, հələ չգիտես որն է ավելի վատ։ Իսկ աուդիտի մասով ինչ ունենք, ինչ փոփոխություններ ունենք, ինչ է տալիս մեզ այս արհեստական բանականությունը որպես աուդիտում կիրառվող գործիք։ Ես թվում է արդեն լայն կիրառություն է ստացել, չէ՞, աուդիտում էս։ Քանի որ հա լայն կիրառություն ստացել է, բայց էլի խնդրումը մեր հայաստանյան շուկայի հետ է, որը որ փոքր է, էլի համեմատաբար փոքր է, այդ ծրագրերը, այդ արհեստական բանականությունը գրող ծրագրավորողները, այդ ծրագրերը, այդ տեխնոլոգիաները բավական թանկ են եւ մեր շուկայի համար դեռևս այդքան էլ հարմար չեն, բայց երբ որ այդ աշխատանքը որոշակի
զարգացում ապրի, կարծում եմ կեժանա նաև մարդիկ սկսեն նույնիսկ մեր շուկայի համար ինչ-որ բաներ մտածել։ Ես օրինակ գիտեմ, որ մի քանի տարի առաջ ես որ ասում էի հայկական բանը խոսակցությունը ճանաչի տեքստ ծառքի, ասում էին, չէ, դա հայերեն լեզուն փոքր քիչ է, ծավալները քիչ է հայոց լեզվի, կիրառության այդպես ծրագրեր չեն գերում։ Այսօր Հայաստանում ես գիտեմ կան երիտասարդ աղջիկներ կան, ստարտափ են հիմնել, որոնք որ մարդկային խոսակցությունը ձայնագրում են անդադ բժշկական ոլորտում կիրառվում ու բավական հաջող իրենց ծրագիրը օրեցօր բազան հարստանում է։ Աուդիտորական ծառայությունների համար ինչքանով է արհեստական բանականությունը կարևոր։ Տեսեք, բանը աուդիտը մեծ մենք ինչ ենք անում, մենք գնում ենք աուդիտի ժամանակ փորձում ենք ընտրանքների միջոցով այդ մեծ ծավալի ինֆորմացիան, սովորաբար աուդիտ ովքեր են ուզում, խոշոր կազմակերպությունները, չէ՞։ Այդ մեծ տվյալները ուզում ենք, չգիտեմ, մի ամսում, երկու ամսում մշակենք, դրա վերաբերյալ կարծիք տանք։ Բնականաբար դա այդքան հեշտ չի, որովհետև այն գործը, որ կազմակերպությունը այլա 12 ամիս, մի քանի ամիս ստուգելա մեծ թմով, մենք փոքր, ասենք, մի քանի հոգյանոց խմբով փորձում ենք, ասենք 5-6 հոգով փորձում ենք դրա վերաբերյալ պատկերացում կազմել եւ կարծիք տալ ինչ է կիրառվում։ Ավանդաբար դա միշտ էլ տենց արվել, բոլորն են տենց արել, նույնիսկ բաները, խոշոր աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորական ընտրանքի միջոցով որոշակի տեստավորումներ են անցնում, որոշակի ստուգումներ են անցնում, որպեսզի կարծիք կազմեն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է, որովհետև համատարած ստուգումները ծառայության գինը կթանկացնեն, իսկ քիչ ստուգումները կարող է որակը գցեն աուդիտի, կարող է որոշակի բաներ բաց թողնել, եւ այն կազմակերպությունները ունեն փորձ, ունեն որոշակի գիտելիք հիմնված վիճակագրական տեխնիկայի վրա, մաթեմատիկական գիտելիքների վրա, թե որ էլեմենտը ոնց է պետք ստուգել, ինչքան է պետք ընտրել։ Արհեստական բանականությունը էլի աշխատում է վիճակագրության հիման վրա, վիճակագրական մեթոդները դե շատ կիրառել են եւ արհեստական բանականությունը այդ այն ինչ որ մենք սովորել ենք, այն ինչ որ գիտենք, ինքը կարող է ավելի արագ կիրառի, ավելի ոնց ասեմ, այդ մեծ ծավալի ինֆորմացիան ամբողջը մշակի եւ այն ոլորտները օրինակ որտեղ մենք աուդիտի մեջ բան ենք անում, ընտրանք ենք անում եւ հետո միշտ ասում ենք որ կա աուդիտորական ռիսկ, որ սա կարող է, ասենք, խարդախությունը չբացահայտվի եւ այլն, արհեստական բանականության կիրառությունը շատ կտրուկ նվազեցնում է այդ ռիսկը, որտեղ ինքը գրեթե 100%-անոց կարող է մշակի եւ հայտնաբերի ռիսկային գործարքները, տարօրինակ գործարքները, հաճախ կրկնվող գործարք, տենց բաներ կան, չէ, ասենք որոշակի տեստեր կան, ընդհանրենք այդ, չգիտեմ, 0-6-0 կամ ասենք 9-0-ով ավարտվող թվեր անպայման ստուգել կամ փոքր թվերը, որ շատ են կրկնվում, տարբեր ընդ Բենֆորդի օրենք կա, տարբեր գործիքներ կան, որոնք որ վիճակագրության մեջ, մաթեմատիկայի մեջ, որոնք որ ցույց են տալիս, հայտնաբերում են անոմալիաներ այդ բազմության մեջ։ Արհեստական բանականության մեջ եթե դնես այդ ամեն ինչը եւ իրան 10 կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն, ինքը շատ ավելի արագ, ոչ թե ընտրանքով, այլ ամբողջությամբ կարաստուգի եւ նույնիսկ ռիսկային սխալներ, նույնիսկ մանր սխալները կարող հայտնաբերի եւ տրամադրի, որը որ բարձրացնում աուդիտի էֆեկտիվությունը, աուդիտ անցնողի համար էլ իրանք ինչ որ ավելի լրացուցիչ արժեք են ստանում դրա վերաբերյալ օրինակ ծրագիր կա, գործառույթները նրանց ներբեռնել են, տրամադրել են արհեստական բանականությանը, օրինակ մի քանի հատ գործարք կար, որ սպասարկող ծառայություններ, IT կազմակերպություններ, որը որ կապիտալացրել էին, բայց ծրագիրը հայտնա բաներ արել, ինքը չի սխալ հայտնաբերում, ինքը օգնում է, ինքը մատնանշում, ասում է, այս ծրագրի այս գործարքների ռիսկայնությունը անոմալիայի տոկոսը 92% է։ Աուդիտորը ստուգել է, հայտնաբերել է թե սխալ ֆինանսական հաշվետվությունները ճշտել են։ Ստե ուզում եմ կարևոր երկու փաստ նշեմ։ Առաջինը, ավանդական աուդիտի եղանակով ընտրանքի միջոցով ամենայն հավանականությամբ այդ գործարքը չէր ընտրվի, որտեղ այդքան մեծ չէր։ Եվ երկրորդը, եթե այդ հայտնաբերված անոմալիայի տակ չլինի մարդկային բանականությունը, որը կբացի, կնայի, կհետազոտի եւ կհաստատի,
դա չի աշխատի, որտեղ այն որ ինքը անոմալիա ունի, դա դեռ չի նշանակում, որ սխալ է։ Դա պետքա մարդկային բանականության միջոցով ստուգվի եւ հաստատվի։ Հենց որ այդ վախը, որ արհեստական բանականությունը կփոխարինի աուդիտորներին, նույն ձև բացառվում է այդ այն աուդիտորները, որոնք բայց չեն տիրապետի այդ գործիքներին, չեն ուզի կիրառեն այդ գործիքները, այ իրանք պետք է մտածեն իրենց ապագայի մասին։ Այսինքն կարանք այս ամեն ինչից ելնելով արձանագրենք, մտածենք, հասկանանք, որ արհեստական բանականությունը օգնում է աուդիտորին շատ ավելի որակյալ, շատ ավելի սխալներից զերծ հաշվետվություններ ունենալ, այսինքն ոչ թե հաշվետվություններ ունենալ, այլ ապահովել այդ եզրակացության ճշմարտացիությունը, որը որ տալիս է աուդիտորը, այսինքն այդ արհեստական բանականության գործիքների միջոցով այդ ձեր ասած անոմալիաները եւ այլը հնարավոր է ընդհանուր մինչեւ 100%-ով բացահայտել, անալիզի ենթարկել եւ ճշգրտումներ կատարել։ Չասենք 100% ասեմ ինչի, որովհետեւ արհեստական բանականությունը կտա այդ ամեն ինչը, բայց էլ կերկրում տակը մարդ է, ու դու չգիտես այդ։ Դե խոսքս գրագետ չէ, նույնիսկ գրագետ մարդու, դու չգիտես այդ պահին իր այդ պահին այդ ստուգող մարդու ինքնազգացողությունը ոնց կլներ, տրամադրությունը ոնց կլներ, իր, չգիտեմ, 1000 ֆակտորներ կան, որոնք որ միևնույն է, վերջում կարող է ցանկացած համակարգ կարա խափանում տա եւ իհարկե մենք աուդիտորական ընկերությունները փորձում են իրենց ռիսկերը կառավարեն, իրենց վերահսկողության համակարգերը ներդնեն, բայց որ ասենք 100%, բայց 100%-ին մոտ կարան բարձրացնել իրենց էֆեկտիվությունը։ Մենք այն անգամ խոսում էինք, այդ որ ասում ուզում էինք մի հատ դրսի ծրագիր կար, ասին 6-ից 10,000-ի տվյալ պետքա գոնե լինի, որ ինքը դրանից քիչի դեպքում ինքը կխափի, ու ես վերլուծեցի մի հատ դեպք ունենք, որտեղ աուդիտ անելու ժամանակ պարզվեց, որ բոլոր հիմնական միջոցները այդ կազմակերպությունը ծախսագրել է։ Հա, հիմա այդ որ արհեստական բանականությանը տաս, կյանքում չի գտնի, որտեղ ինքը նայելու է, տենելու է, որ միշտ տենց է, ասելու է օքեյ է։ Բայց մարդը եթե տենա անմիջապես ոնց որ մեր աշխատակիցները տեսան, մի անգամից այդ արձանագրեցին, կազմակերպությունը այդ ամեն ինչը ճշտեց, վերահաշվարկեց, մաշվածություն եւ այլն, նոր դրանից հետո մենք սկսեցինք այդ ֆինանսական Այսինքն այդ վտանգը կա, հա, արհեստական բանականության հետ կապված, որ ինքը կարող է տեսնի գործարքների բազմություն, որոնք իրար նման են, դրանք սխալ լինեն, բայց ինքը դա ընդունի, քանի որ այդ բազմությունը շատ է, վիճակագրական մոդան դա է, դա ընդունի որպես նորմալ եւ մնացածը դուրս բերի որպես սխալ։ Դրա համար փոքր ընկերությունների աուդիտի ժամանակ չեմ կարծում, որ արհեստական բանականությունը այդքան մեծ դեր կունենա, էլի, ասենք, թե չէ, որոշակի գործիքներ իհարկե էլի կարելի է կիրառել, բայց ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը կիրառել է այն ոլորտներում, որտեղ մեծ տվյալներ կան, բայց փոքր ընկերություններն է սովորելու համար, չգիտեմ, ինչ-որ որոշակի հետազոտությունների համար կարող են օգտագործել խորհրդատվական ծառայություններ, ֆինանսական կանխատեսումներ, բիզնես մոդելների մշակում եւ այլ խորհրդատվական ծառայություններ, այդ ազդեցությունը այդ ծառայությունների վրա էլ է տենց զգալի, թե այդքան շատ չի ազդում արհեստական բանականությունը, շատ չի օգնում նմանատիպ ծառայությունների հետ կապված։ Այդ խորհրդատվական ծառայություններում ինքը էլի կիրառելի է, կանխատեսումներ, չգիտեմ, մոդելների գնահատում եւ այլն, ամենաառաջինը այդ ոնց է աշխատում, նույն ասենք ֆինանսական կառավարումը, որ անցել է, հանձնել է այդ առարկան հաջողությամբ, մենք օրինակ շահաբաժինների մոդելով որ գնահատում ենք բանը, բաժնի տոմսերի գները, ոնց ենք անում, մենք նախքին ինֆորմացիան որոշում ենք միջին տեմպ եւ դրա վրա հաշվարկում ենք։ Նույն այդ գործիքները, որոնք այսօր կանխատեսումներ են անում, տենց են անում, ասում են նախքին տեղեկատվությունը, այդ նախքին տեղեկատվության վրա մշակում են աճի տեմպ, չգիտեմ, նման են գալիս համանման կազմակերպություններ, այդ համանման կազմակերպությունների համար որոշում են գին շահույթ գործակից կամ չգիտեմ այդ զերծման դրույթ են որոշում, այդ ամեն ինչը օրինակ բան անելով արհեստական բանականության կիրառելու միջոցով կարաս խնդրես նախ ինքը գտնի բերի համապատասխան ընկերությունների համար, կարա հավաքագրի այդ տվյալները, կարա այդ մոդելները
ինքնին Սերչին հնարավորությունը ավելի մեծ է։ Հա, այո, արհեստական բանականության հետ ուղղակի ասես մի հատ ուզում եմ այս մի բաժնի տոմսի գինը գնահատես, այդքան լավ չի գնահատի, եթե իրան ասես ուզում եմ գնահատես շահաբաժինների մոդելով եւ ուզում եմ գնահատես գին-շահույթ հարաբերակցության մոդելով։ Շատ գործիքներ կան, որոնք այսօր Excel-ով ինֆորմացիան ներանցում ես մեջը, ինքը դրա հիման վրա շատ արագ կարողա սիրուն վիզուալիզացիաներ սարքի, սիրուն սլայդեր սարքի, իհարկե դե պետք է էլի մարդը հետևի, որտեղ ինքը կարող է սխալ ելքային տվյալ պատկերացնի, որ քեզ պետք է, բայց քեզ ուրիշ տվյալ է պետք, դե մարդը, եթե քո արհեստական բանականության գործիքը մասնավորապես այսօր շատ տարածված է ChatGPT-ին սխալ հասկացե քո ուզածը, ասում ես փոխի sense I'm ուզում կամ ես եմ ուզում, շատ արագ փոխում է, շատ ավելի արագ է ստացվում։ Այդ նույն բանը մենք կարանք Excel-ով էլ ստանանք, այդ նույն բանը մենք անում ենք PowerPoint-ով, բայց այսօրվա գործիքները թույլ են տալիս դա անել շատ ավելի արագ ու ավելի արդյունավետ բնականաբար, բայց դա չի երաշխավորում, որ դուք ինչ որ արեցիք, դա իրականություն կդառնա, որտեղ բացարձակ ճշմարտություն պետք չի ընդունել, որովհետև ինքը ընդամենը էլի մարդու նման, էլի մարդկային բանականության հիման վրա օգտագործում է հին փորձը, կառուցում է ապագան։ Հիմա այդ ապագան միշտ չի, որ կոպիտ ասած իրականացվում է, այդ քանի տեսություն կա էլի արդյունավետության եւ այլն, վերջը, եթե բոլոր մարդիկ կարողանային չեմ պատկերացնում ինչ կլներ, եթե բոլոր մարդիկ կարողանային ապագան կանխատեսեին ինչ կլներ ընդհանրապես աշխարհում, դրա համար բոլոր այդ կանխատեսումները որ կան, իրանք որոշակի անորոշության աստիճանի ենթարկվում եւ կարան իրականություն դառնան, չդառնան եւ մեղադրել դան արհեստական բանականություն, դրանում արհեստական բանականությանը կամ այդ արհեստական բանականությունը կիրառող խորհրդատուին դա սխալ է, դա միշտ կա անորոշություն եւ որոշում կայացնողը պետք է գիտակցի այդ անորոշության աստիճանը եւ առկայությունը։ Իսկ ինչ գործնական դեպքեր կարող ենք նկարագրել մեր դիտողների համար, որպեսզի ասենք ամեն ծառայությունից, ինչից որ խոսեցինք, հաշվապահություն, աուդիտ, բիզնես խորհրդատվություն, ինչ գործնական դեպքեր կան, որ կարող ենք ներկայացնել հիմա, որպեսզի մարդկանց համար ավելի պատկերավոր լինի, թե ինչից ինչ կարող են ստանալ, որ դեպքում ինչպես կարող են օգտագործել այդ ծրագրերը։ Դե օրինակ հաշվապահությունում լավ չեմ պատկերացնում, հաշվապահության ոլորտում ավելի շուտ պետքա դիմել ոչ թե հաշվապահներին, այլ քանի որ հաշվապահները օգտագործում են հիմա հաշվապահական ծրագրերը, դա ձեռքով չեն անում, բան չեն անում, հաշվապահներից ավելի շուտ պատկերացնում են, որ իրանք պետքա ծրագրավորողներին պահանջներ դնեն, որ իրանք ծրագրերը համապատասխան որոշակի տրանսֆորմացիա ենթարկեն, մեջը ներդնեն արհեստական բանականություն, որ այն գործարքները, որոնք որ հաշվապահները ամեն օր հաշվում են, ամեն օր անում են, նույն ասենք աշխատավարձի հաշվարկը, հա, օրինակ աշխատավարձի հաշվարկը պատկերացրեք 5 հիմնարկ ունենք, 5 աշխատող ունենք հիմնարկում, ստանդարտ ամեն ամիս նույն ձև աշխատավարձ ստանում են, ասենք ծրագրավորողներին, ոչ ներկա բացականը կարևոր, ոչ բան, ինչ իմաստ ունի մտնել ամեն ամիս փոխել հաշվարկի ամսաթիվը, հետո ինչ ենք անում, տաբել ենք հաստատում, չէ՞, մուտք անում, հետո ասում ենք աշխատավարձի հաշվարկ դուր վճարացուցակ հաշվի, հետո մի հատ բան է, եթե այդպես ստանդարտ է, մի հատ ծրագրային հարցներ, ասենք, չգիտեմ, բացակա չկա, բյուլետենում բանում անաշխատունակության թերթիկ չկա, հաշվի ոնց որ միշտ 5 հոգու աշխատավարձ հաշվեր, վճարացուցակը սարքեր, հաշվետվություններն էլ մի անգամ հաներ բանկ ընտեղել հաստատել։ Հա, ծիծաղում եք, խոսքերս հիշեք, դա գալու է այդ ժամանակը, այդ ձև հաշվապահությունում ավելի շուտ ուղերձս կվերաբերվի հիմնական այդ ծրագրերի կազմողներին, մեր մոտ հայկական ծրագրերն է շատ կիրառելի, այդ մեկ ցենա կիրառելի, թե մեկեսնա, եթե իրանք կարողանան ներդնեն այս գործիքներ, ով առաջինը ներդրեց, զգալիորեն բան կանի, առաջ խաղացում կունենա եւ հաճախորդների մի մասը կտանի իր մոտ, իսկ այդ հաշվապահական ծրագրերի օգտագործողները իրանք լոյալ են, ասենք եթե ես այսօր որոշեցի, որ ես օգտագործում եմ հայկական ծրագրերը, ես չեմ պատկերացնում այդ ինչ պետք է լինի, որ ես իմ ծրագիրը փոխեմ, անցնեմ, ասենք Adsines-ի կամ ուրիշ ծրագրի, որտեղ դա գլխացավանք է բավական մեծ,
ու դա շատ կարևոր է։ Իսկ հաշվապանները բացի այդ մասից կարող են հաշվետվություններ պատրաստելու, ղեկավարության համար որոշակի պրեզենտացիաներ, հաշվետվություններ ներկայացնելու, կարան էլի, ասենք, դա մի քիչ ավելի շուտ նույնիսկ ծրագրավորման գիտելիքներ է պետք, բայց այդքան տես բարդ ծրագրավորման գիտելիքներ չի, ավելին ասեմ, այդ ծրագրավորումներն է, որ ծրագրավորման պահանջվող գիտելիքը էլի կարելի է արհեստական բանականությանը խնդրել, ասես ես մտ ծրագիրի, որ ես ինչ-մի բան անի ամեն օր կամ շաբաթը մեկ, էլի, նույնիսկ դա հաշվապան կարա օգտվի արհեստական բանականությունից, ավելին ասեմ, ես այնօր ինչ-որ հետազոտություն էի նայում, որ այդ ցածր ուղղակի ծրագրավորողներն էլ այն սկսնակները որոշակի խնդիրներ ունեն իրանց ապագայում աշխատաշուկայում են որ մեխանիկա պարզ բաներ են գերում, առաջադրանքներ են գերում, էլի որոշ հարցերում արհեստական բանականությունը իրաց փոխարինելու է, հա։ Աուդիտում դե բնականաբար ռիսկերի հայտնաբերում, բան եւ այլն, դա շատ կարեւոր է, շատ մեծ դեր կկատարի արհեստական բանականությունը, բայց կրկնում պետքա տվյալները բավական քանակ ունենա, ինքը կեղծ գործարքները, տրենդերը բանը կհայտնաբերի, բայց ինքը կրկնում հանելու է ընդամենը տրենդերը կասկածելի մնացորդները, կասկածելի գործարքները, տակը միևնույնն է մարդը պետք է աշխատի։ Մարդկային բանականությունը պետքա վերլուծի, այո։ Իսկ բիզնես խորհրդատվության մեջ, ելի ասացի, սիրուն պրեզենտացիաներ, լավ արագ ինֆորմացիայի մշակում, մեծաքանակ օրինակ եթե պատկերացրեք կամ բիզնես պլան ես գերում, բիզնես պլանի այդ մոդելը կառուցելը, որոշակի ենթադրենք ձեռով որ սարքում ենք, ասենք 5 տարվա համար ենք սարքում, այս նույն բանը ծրագրին կարելի ասել մի քիչ մեծ պերիոդների համար իհարկե մեկա իմաստը չուն կառուցելը, որովհետև անորոշությունը մեծ է, բայց ամեն դեպքում այն ինչ որ մեծաքանակ է եւ մարդիկ անում են, դա կարելի է հանձնարարել արհեստական բանականություն։ Ուղղակի պետք է իմանալ որ գործիքն է դա լավ անում, օրինակ եթե դուք ուզում եք նկար վերամշակեք, ապա դրա համար ուրիշ արհեստական բանականության գործիք է կիրառվում, եթե ուզում եք որոշակի վերլուծություն պատրաստեք ուրիշ է, եթե սլայդ եք ուզում պատրաստեք ձեր պատրաստի ինֆորմացիայի հիման վրա, դա ուրիշ գործիք է պետք։ Պարոն Վարսեղյան, ինչ ռիսկեր, մարտահրավերներ կան AI ներդրմամբ, օրինակ ասենք աուդիտում գիտենք որ գաղտնիությունը դա սրբության սրբոցա պետքա պահպանել կամ իրավական անհամապատասխանություններ, համապատասխանություններ, ինչ կասեք դրանց մասին, էլի։ Տեսեք, այդ արհեստական բանականության գործիքները իրանք շատ իրանց մեծ մասը ես օրինակ նկատել եմ աշխատում են անպային տեխնոլոգիաների վրա։ Ինչի համար է դա, որովհետև եթե դու այդ գործիքը բերում ես դնում ես քո մոտ քո սերվերում, դու սկսում ես սահմանափակվել քո գիտելիքով, որը որ դու պետք է համապատասխան թիմ ունենաս, որը կրկնում դրանք թանկ ծառայություններ են այդ ծրագրավորումները։ Դրա համար շատ գործիքներ աշխատում են բանում այդ անպային տեխնոլոգիաներում կամ անմիջապես ինտերնետում։ Դու տվյալը տալիս ես, ինքը մշակում է տալիս է։ Դրա համար արած, որ ինքը տարբեր կազմակերպությունների, տարբեր մարդկանց փորձը հավաքի, ավելի լավ արդյունք տա։ Ու դե խնդիր է առաջանում, դու քո տվյալը տալիս ես դուրս, տալիս ես դրսի սերվերին։ Իրանք իհարկե ցանկացած ծրագիր, որ դու առնում ես, ընդ գրած է գաղտնիության մասին, որը դու սովորաբար չես կարդում, այդ վանդակը դնում ես, օքեյ ես ծխում, բայց դե կարա խնդիր լինի։ Օրինակ պատկերացրեք մեր բանկերը իրանց վարկառուների վերաբերյալ ինչ որ ինֆորմացիա ուզենան մշակեն, ինչ որ ենթադրենք ավելի լավ կառավարելու համար, հա, վարկային պորտֆելը տենան, չգիտեմ, մարդկանց տարիքից կախված կամ ես չգիտեմ, իրաց մասնագիտությունից կախված, ասենք առաջ ուրիշ ձև են գնահատում, տենան սխալ են գնահատում կամ ինչ ռիսկեր կա, դա ուղղակի բան, անպային տեխնոլոգիաների միջոցով մենք չգիտենք այդ ամպը Ադրբեջանի սերվերում է, մենք չգիտենք այդ ամպը, ասենք թե Ռուսաստանի սերվերում է, Կանադայում է, այդտեղ խնդիր կա, իսկ եթե այդ խնդիրը, իսկ դե կարա նաև բան լինի, էլի, ասենք իրավական սահմանափակումներ լինի вообще տվյալների արտահոսքի, դրա համար այն արհեստական բանականության ծրագրերը, որոնք որ աշխատում են լոկալ սերվերների վրա, իրանք ավելի գերադասել են, բայց նկատել եմ իրանք թանկ են ու իրանք էլի իրանց արդյունավետությունը, իրանց զարգացումը
Կարող այդքան արագ չլինի, ոնց որ նրանցնա, որոնք որ անպայն տեխնոլոգիաներում են, այդտեղ պետքա որոշեք, էլի դուք պատրաստ եք ձեր տվյալները տրամադրել ուրիշին, թե չէ։ Ինչ կա, այլ ինչ խնդրեմ կա, դա սխալ արդյունքն է, սխալ վերլուծություններն է։ Օրինակ ԱՄՆ-ում արգելել են բժիշկներին եւ բաներին, փաստաբաններին հիմնվելով արհեստական բանականության վրա, ոչ թե հիմնվելով, այլ հղում անելով արհեստական բանականության վրա, ինչ որ կարծիք տա, ու իհարկե դու կարող ես օգտվել արհեստական բանականությունից, բայց ինձ տրված արդյունքը պետք է պարտադիր ստուգես, որովհետև ինքը կարա սխալվի, դու պետք է անպայման ստուգես։ Դեպք ա եղել, ինքը մեկ-մեկ հնարում է, էլի դա կոչվում է generative AI, ինքը լավն է, ինքը հնարում է, ինքը ստեղծագործ է, բայց երբ որ մենք խոսում ենք ոչ թե ստեղծագործելու մասին, այլ փաստացի վեճի կամ փաստացի տվյալների վերլուծության մասին, հնարելը մեզ պետք չի եւ դրա համար այդ ոլորտներում արգելվում է հղում անել արհեստական բանականության վրա։ Մարդը պարտավոր է ստուգի եւ եթե նույնիսկ արհեստական բանականությունը կիրառելով ինքը սխալ եզրակացություն է տվել, սխալ արդյունքի է եկել, դրա պատասխանատվությունը միևնույն է կրում է ինքը, ոչ թե արհեստական բանականությունը կամ արհեստական բանականության ստեղծողին։ Իսկ այն վախը, որ այդ արհեստական բանականությունը կփոխի, հա, դա խնդիր կա։ Այն մարդկանց, որոնք որ չեն կիրառի արհեստական բանականությունը, որոնք որ չեն փորձի հասկանան կամ օգտվեն արհեստական բանականությունից, այդ մարդկանց կփոխարինի։ Այդ մարդկանց ինքը կհանի շուկայից։ Այնտեղ։ Սենց մի հատ բառ կա, էլի Harvard-ի բիզնես դպրոցն է բանարը, բիզնես սքուլն է, այտենց որ ռիսերչ արը, եզրակացություն արը, սիրուն բառեր է ձևավորել, էլի ասում են արհեստական բանականությունը մարդկանց չի փոխարինի, բայց այն մարդիկ, ովքեր որ տիրապետում են արհեստական բանականության գործիքներին, կփոխարինեն այն մարդկանց, ովքեր որ չեն տիրապետում այդ արհեստական բանականության գործիքներին։ Եվ շատ կարևոր է, որտեղ այդտեղ մնում է մարդկային դատողությունը միևնույն է ունի առանցքային դեր, արհեստական բանականությունը ուղղակի այդ ամեն ինչը հավաքում է եւ ամփոփում է եւ այդտեղ մարդու դերը անխուսափելի է։ Բայց այն մարդու, որ ունի դատողության ունակություններ, ցանկություններ եւ այլն։ Կոպիտ ասած այդ արհեստական բանականությունը կիրառելուց առաջ պետք է սկզբից սեփականը զարգացնել, մաքսիմումի հասցնել նոր արհեստականը։ Որպես եզրափակիչ հարց ուզում եմ վերջը հասկանանք արհեստական բանականությունը գործիք է թե սպառնալիք։ Սպառնալիք չի, գործիք է, այն մարդկանց համար, որ չեն ուզում կիրառեն, ուզում են մնան նախորդ դարում, ինքը ակնհայտ է սպառնալիք է, բայց չէ, ինքը գործիք է ընդհանուր արժեքը ավելացնելու, տնտեսության արդյունքը, տնտեսության մակարդակը եւս մի քայլ բարձրացնելու, դրա համար եթե կարծում եք իմ հետ համեմիտ եք, որ դա պետք է կիրառել, այսօրվանից սկսեք սովորել այն կազմակերպությունները, որոնք որ չգիտեմ, մեծ կազմակերպությունները հատկապես անհրաժեշտ է, փորձեք ուսումնասիրել, տեսեք ձեր կիրառության ոլորտներում որտեղ է կարելի կիրառել արհեստական բանականությունը, ձեր թիմին սովորացրեք, որ կիրառեն այդ գործիքները, դա անհրաժեշտություն է։ Ոնց որ սենց ասեմ, ժամանակին մարդիկ հաշվիչով էին հաշվում, ոչ էլ մտածում էին, որ կարելի է շատ բանով անել, համակարգչով անել, այսօր ես հաշվապանների մեծ մասը չեն պատկերացնում, որ կարելի է աշխատել առանց համակարգչի կամ առանց հաշվապահական ծրագրի, ուղղակի գլխավոր գիրք, ժուրնալ օրդեր եւ այլն, դրանք սա այդ գործիքները որ բացեք հաշվապահական ծրագրում կամ, բայց դրանք առաջ թուղթու գրիչով էին։ Հա, բայց հիմա որ ինչ-որ մեկին այս նոր սերունդին ասես, sense բաներ ա եղել, կարողա չպատկերացնել։ Հա, իրանք բացում են գլխավոր գիրք թե հաշվի, բայց դա թղթով չեն տեսել, բայց դա եղել է, ես հասցրել եմ տեսնեմ, էլի։ Հիմա նույնն է արհեստական բանականությունն է։ 5-10 տարի հետո իմ կարծիքով դա ուղղակի անբաժանելի մաս է դառնալու։ Ես ավելին ասեմ, մի 2 տարի առաջ մի հատ բան կարդացի, հոդված կարդացի, գրած էր, որ 2030 թվականին գանձապաներ չեն լինելու ընդհանրապես, իսկ հաշվապաների 3%-ն է լինելու։ Մի հատ ծանոթ գանձապահ ունեի, ասում էի, սովորեք հաշվապահություն, որտեվ 30 թվին բան է,
չեք ելնելու, ասում 5 տարի է մնացել։ Հիմա այս վերջերս 2 տարի է, չէ, 2 տարի առաջ եմ կարդացել, այս վերջերս տեսա, ասենց համասմային ժամանակ, որ ասիլա մինչև 2030 թիվի ինչքան ժամանակ կա, ես կարող այդ ժամանակ չլնեմ, ասում եմ հիմա չպատկերացեցի, հիմա այն ոլորտում, որտեղ որ ինքը աշխատում է, անդայի կանխիկ դրամի ընդունումը արգելված է ընդհանրապես, ասում ես չի պատկերացնում, որ տենց շուտ կգա այդ ժամանակ, որ մենք էլ պետք չենք լինի, բայց որ այդ 2030-ը, որ ասում 3% հաշվապահները կմնան, կարող է շատ ավելի շուտ գա։ Կմնան նրանք, ովքեր որ կարում են օգտագործեն արհեստական բանականությունը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շատ մեծ ինֆորմացիա պարունակող։ Հրավիրում ենք հետևել մեր YouTube-յան ալիքին, հետևել մեր եթերներին, լինել տեղեկացված եւ եթե ունեք ինչ-որ խորհրդատվության ցանկացած այն հարցերի շուրջ, որոնք որ կարող եք մեզանից լսել պատասխան, կարող եք նաեւ դիմել մեզ, ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ զանգահարելով մեր հեռախոսահամարներին։ Շնորհակալություն, այսօր այսքան է։